լուծումներ կազմակերպել եւ այդ ձևաչափով։ Նախագիծը ճիշտ է ասում, շատ երկար է, բայց նաեւ լուծումներ կան նույն կանոնակարգ օրենքին, որին ես հղում եմ արել կանոնակարգ օրենքի 7-րդ գլխի 25-26 հոդվածների։ Այստեղ մեկնաբանության խնդիրներ է առաջանում, բայց այստեղ մեկնաբանությունների նաեւ լուծումը տրված է իմ բացատրությունների մեջ նամակով, որ ես ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին, որն է որ եթե ժամկետների խախտման խնդիր կա, չէ որ քառօրյա պատերազմի զեկույցի ժամանակ էլի ժամկետները խախտված էին, բայց օրենսդիրը մեկնաբանությունը իր տվել է, նախադեպ կա։ Դա խախտել չի կարելի, ցանկացած իրավաբանի եթե հարցնեք, այդ նախադեպը գոյություն ունի, այսինքն մեկնաբանություն ատվել օրենքի այդ վիճելի դրույթներին։ Ասում ես նախադեպերով պետք է շարժվեմ առաջ, 3 մարմնի հարցրել են։ Ջագուն ժողովրդավարական երկրներում ինստիտուտ է, այսինքն նույն օրենսդիրը տվել է իր մեկնաբանությունը այդ երևույթին ժամկետը ցկելու կամ չցկելու։ Այստեղ քննարկելու բան չկա։ Կներեք էլ ինձ։ Ինչ վերաբերվում է պատշաճ զեկույցը ազգային ժողովի նախագահին ուղարկելուն, դա մի վարքյան քարտուղարության միջոցով է հանձնվել եւ ես այլ տարբերակ չգիտեմ բացի ազգային ժողովի քարտուղարությունից նման զեկույցը ազգային ժողովի նախագահին հասցնելու տարբերակ, որովհետեւ նույն քառօրյայի ժամանակ նույն սկզբունքով, նույն հասցեով, նույն գրանցված, մալբերով նամակ ուղարկվել է քարտուղարությունում փաթեթը ունեցել է իր համարը եւ եթե վերջին հաշվով զեկույցը չլիներ դրա մասին դժվար է ազգային ժողովի նախագահը խոսեր զեկույցը կա հիմա եթե խոսք կա գնում որ պետաիրավական հանձնաժողովի եզրակացություն կա ես կուզեի տեսնեի Վլադիմիր Վարդանյանը Հայաստանում չի գա եւ նա տեսնենք պետաիրավական հանձնաժողովը ինչն է ուսումնասիրել որ ազգային ժողովի նախագահին ասել է որ ասենք թե կա խնդիր 3 անձիկ ես կառույցից անձից ստացել եմ Չէ երրորդը ասվեց որ պարոն քարտուղարությունը դա ոչ մի բան չի ասում քարտուղարությունը շարժվում է ըստ ձևակերպումներով քարտուղարությունը իրավական կառույց չի ես խոսում եմ նախադեպերից դժվար թե Թաթուլ Սողոմոնյանը իրավական այդ խորությունների միջից ընկալեր սահմանադրական պահանջները բայց դա իր իրավունքն է Թաթուլ Սողոմոնյանը ասել է որ գրված է այսպես խախտվել է բայց այդ դեպքում եթե խախտվել է նաև քառօրյայի ժամանակ նույն մեր քարտուղարության ղեկավարին չէ ժամանակ չի ասել որ խախտվել է։ Պարոն Քոչարյան, ասում են խնդրում եմ իրար չխանգարեք։ Ասում են լիագումարում չենք ներառի, բայց այլ ձևով այդ դեպքում ասեք որ կետի դուք չեք խանգարում իրար։ Հարցը տվեք, շատ լավ հարց է տալու։ Դուք մի հարց տվողին մտեք հարցի մեջ։ Այդ դեպքում հարց առաջանում որ կետի համաձայն, որովհետև եթե լիագումար չի մտնում, ինքը արկախված է մնում։ Եթե մտնում է նշանակում է զեկույցը գոյություն ունի եւ օրենքի պահանջն է, սահմանադրական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի։ Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Այսինքն եթե ասում ենք, որ ժամկետն անց է եւ զեկույցը արդեն չի կարող գոյություն ունենա, նշանակում է զեկույցը չկա, ինչն ենք զեկուցելու։ Դեմ եք որ փակություններ լինի։ Քննարկում կարամ հենց հիմա էլ ես հավաքեմ որպես հանձնաժողով, բոլորին հավաքեմ, սկսեմ քննարկել, բայց սահմանադրական օրենքի պահանջը լրիվ այլ է։ Լիագումար նիստում ինքը իր իրավական ուժը պետք է կիրառվի։ Հիմա ես սպասում եմ, որ հաջորդ խորհրդի նիստում կլինի որոշում։ Եթե չի լինի, կներեք, այդ դեպքում պետք է իրավաբանները տան հարցի պատասխան։ Վերջին հաշվով հենց այնպես չի, որ ես եթե նամակ եմ ուղարկում իրավական բացատրությունների, որևէ մեկի չեմ խորհրդակցել։ Եթե խոսում են իրավաբանական կրթության մասին, ես էլ ունեմ այդ կրթությունը։ Թող վերցնեն նաև գնահատականները համատեն։ Պարոն Քոչարյան, ինչու է տարբեր մեկնաբանության առիթ Այդպես են երկու իրավաբան միշտ երկու կարծիք ա լինում։ Իրավաբան չէ, երկու քաղաքական գործիչ։ Ալևին Սիմոնյանն ասում է մեկնաբանման հարց է, ես խնդիր չունեմ, պարոն Քոչարյան։ Ելի չունենք, ես էլ չունեմ։ յուրովի եք մեկնաբանում։ Ես չեմ մեկնաբանում, ես խորհրդակցում եմ նաև այնպիսի իրավաբանների հետ, որոնք նաև տիրապետում են սահմանադրական իրավունքին։ Ես անուններ չտամ, որովհետև այն մարդիկ, որոնք նաև քննարկել եմ, որտեղ ես երեխա չեմ, նաև քառօրյայի ժամանակ եմ քննարկել, որտեղ այնտեղ է կալ ժամկետի խնդիր։ Բայց մի մոռացեք, որ Պաշտպանության հանձնաժողովը երկու դեմքով է հանդես գալի եւ տարբերվում է մյուս հանձնաժողովներից։ Ինչու՞, որտեղ մեր մշտական գործող այն հանձնաժողովն է, որը միայն ունի իրավասություն նման հարցերի քննություն իրականացնելու։ Դա ինչ է նշանակում, որ դու երբ որ ժամկետը վերցրել ես X ժամանակահատվածի համար 6, դու փաստեր ես հավաքագրել, բայց զեկույցի պատրաստման համար ժամկետ չկա նշած։ Տիկին Խաչատրյան, դու գոնե շատ լավ գիտես, ես քեզ իրավական այդ բաները բացատրել եմ։
Եվ հիմա ձեզ եմ բացատրում։ Այստեղ խնդիր չկա։ Նախ վերջին հաշվով նպատակը, զեկույցի նպատակը ունենալ զեկույց, ցանկացած լուծում իրավական պետքա ձգտի ինչ-որ նպատակի։ Մեր նպատակը ունենալ զեկույց, որի մասին անընդհատ խոսում են։ Եվ ամեն ինչ անում են, որ այդ զեկույցը հանկարծ չհայտնվի։ Հիմա նայեք, տեսեք, ընդդիմությունը մի հատ ձեն չի հանում։ Ժողովուրդն անդադ գրում այսօր են ինչ-որ բանագրեր են, որում արդեն շատ հիմնավորված ինչ-որ կոնսուլտացիաներ կան եւ նաեւ տեղեկատվություն զեկույցից։ Lurrer.com-ը ումն է։ Կա այստեղ ինչ-որ մեկը։ Նրանք էլ արտատպել են այլ բանով եւ այլն։ Խնդիրը դրա մեջ չի։ Նպատակը զեկույցն է, զեկույցը կա։ Զեկույցը իհարկե, պարոն Սիմոնյանը ճիշտ ասում, sense tenants հասարակության համար հասանելի պիտի դառնա։ Գամ անալոգիան դրա փաստավակ խմբի 5 զեկույց, որի տակ իմ բոլոր 5-ի տակ իմ ստորագրությունները կան։ Ընդ որում մեկն է, որի ընդունումից հետո Համլետ Թեթևոսյանի լուծարվեց փաստավակ խումբը, բայց զեկույցները հրապարակելուց հետո միեդի որոշման մեջ փաստավակ խմբի զեկույցներին նայել, չէ՞ հղումները։ Պատկերացնում եք, եւ հիմա այս զեկույցը sense մենք դարձնենք ֆուտբոլի գնդակ, ցենք տաշել։ Որոշում կա այս ամենի մեջ բան Քոչարյանը։ Չէ, ես չեմ տեսնում այդ սիրուց։ Բա ինչն է խնդիրը բան Քոչարյան։ Խնդիրը իրավականակ կգտնեք լուծում, չի մասին է խոսում։ Այս ֆորմատը, որը ասում են Մի վարքյան, դուք ինչ եք իրար խանգարում։ ֆորմատը, որի մասին նշում են, փակ լսումներ, ձեզ համար ընդունելի չի։ Նախ փակ լսումներ այդ ֆորմատ նշանակում է ասում է, որ ըստ կանոնակարգ օրենքի որ ժամկետը խախտվել է, նշանակում է զեկույցը չկա։ Իհարկե, դա արդեն իրավական առումով վիճահարույց են էլ ոնց։ Եթե ընդունում ենք, որ զեկույցը կա, եթե գնում է փակ լսումները, ապա լիագումար ինչի չի գնում։ Եթե լիագումար չի գնում, նշանակում է զեկույցը չկա։ Իսկ եթե զեկույցը կա, փակ թե, բաց ինչ կարևոր է, իր հասցեն, դա լիագումար նիստերի դալիշն է։ Բայց ժողովի անդամները ինչ կարծիք ունեն այս հարցի հետ կապված։ Ժողովի անդամները չեն ծանոթացել զեկույցին։ Լուրջ եք ասում։ Առանց դրա ես ոնց եմ ուղարկել։ Այնտեղ կան, ասենք Վիլեն Գաբրիելյանը չի ծանոթացել, որտեղ ինքը պատգամավոր մանդատը դրել է։ Կա նաև մեր գործընկեր, որ չի ծանոթացել, բայց ես 23 թվականի սեպտեմբերից նամակներ ուղարկած ունեմ, որ ձեր տեսակետներ ուղարկեք, ինչպես 2 նամակ։ Կարամ այդ նամակները հրապարակեմ, տեսնեք, այսինքն որևէ մեկի չի կարա շարքի, ես բավականին փորձառություն ունեմ ուշադիր լսի։ Շատ լավ, բայց 23 թիվ սեպտեմբեր նամակները արկա են, բոլորին ուղարկված է։ Ինչի չեն եկել ծանոթանում։ Ինչի չեն եկել, եթե չեն ծանոթացել, հատուկ կարծիքով հանդես գան։ Դա շահարկել։ Որովհետև ես քննիչ հանձնաժողովի ղեկավարն եմ, դա չի բարձրացնում, դա աշխատանք է։ Չէ, նկատի ունեմ, որ ինչ Խնդիր չունենք։ Կարող է զբաղված են եղել։ Ես հիմա ասեմ, ոչ մի խնդիր չկա թիմի ներսում, բացարձակ։ Նաև ես ասեմ, այդպիսի խնդրեմ քարորիայի ժամանակ էլ է եղել, բայց խնդիրը դրա մեջ չի։ Խնդիրը հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնություն ոչ միայն ծանոթացել է, ունի իր դրած ստորագրությունը։ Չշահարկեք, ժողովուրդ լինի, չգիտեմ, ժամկետանց ուղեղով լինեն, անժամկետ ուղեղով լինեն, դա անհերքելի փաստ է։ Պարոն Քոչարյան, եթե քաղաքական որոշում չկա, եթե իրավական առումով խնդիր չկա, դուք եւ Ալեն Սիմոնյանը խնդիր չունեք միմյանց հետ, ուրեմն այս ինջուկը ի՞նչն է պատճառ, որ այսպեսի ձգվում է։ Կարող է շատ հնարավոր է, ես սպասում եմ Վլադիմիր Վարդյանը գայս իրան մի հատ հարց տամ։ Արդյոք ճիշտ է, որ դուք լինելով պետերական հանձնաժողովի նախագահ տվել եք եզրակացություն։ Եթե տվել եք, ցույց տվեք այդ եզրակացության որոշումը։ Հանձնաժողովին իստեղել է թե չի եղել։ Կամ ինչ է, որ չի եղել։ Իհարկե չի կարա լինի, այդ դեպքում օրակարգում Թաթուլ Սողոմյանն չի թող ես սխալվեմ։ Պետք է դրված լինի, որ օրակարգում դենց հարց է քննվում։ Ինձ էլ հրավիրեն հարցեր տամ։ Իսկ աշխատակարգային նիստը հնարավոր է։ Ոչ։ Ոչ կներեք, բոլոր հանձնաժողովները օժտված են հավասար լիազորությունով։ Շատ լավ, պարոն Քոչարյան։ Եվ վերջին հաշվով ով ասեց, որ իմ Պաշտպանության հանձնաժողովի իրավաբանները ավելի քիչ են տեղեկացված, քան մեկ այլ հանձնաժողովի փորձագետները, եւ մենք արտակ հարություն անենք գեներալի ուսադիրներով, որի ուսանողները մինչև հիմա կրթություն են ստանում այդ մարդուց։ Ինչի մասն է խոսքը։ Հանձնաժողովից էլ կան անդամներ, որոնք համարում են, որ զեկույցը չպետք է լիագումար նիստերի դալիճում լինի։ Անդամներից հարցնում եմ։ Բոլորը այսինքն կարծում են, որ պետք է լիագումար։ Բռնացնում եք հարցրեք, ես չգիտեմ։ Չէ, Պաշտպանության հանձնաժողովում չկա այդ հարց, ինչի չկա, որովհետեւ Պաշտպանության հանձնաժողովը անդամները ստորագրել են զեկույցի, կարծեմ 3-րդ էջում եւ ուղարկված է զեկույցի ամբողջությամբ, որովհետեւ նաեւ արձանագրությունները նիստերի ամեն ինչ։
տասնյակ հազարից ավել փաստաթղթեր ատակը, տեսագրություններ, ձայնագրություններ, ֆոտո, ուրեմն նյութեր, ինչի մասին է խոսքը։ Այս աշխատանքը ունեցել եք, օրինակ մտավախություն չունեք, որ եթե զեկույցը չհրապարակվի, ձեզ կարող են ասել, որ ինչ-որ բաներ ունեիք թաքցնել։ ինչ ես ասում։ Չէ, բա դա Այդ դեպքում ինձ պետք է մեղադրեն։ Բա ինչի համար է իր իրավակարգավորները գնում դեպի դիագումար նիստ, հետո գնում է համապատասխան հասցեով ըստ գաղտնիության պահանջի, որից հետո իրավասու բոլորը կարդում են, բոլոր համապատասխան կառույցները ուսումնասիրում են եւ կանոնում են եզրահանգումներ։ Ես նկարում եմ ձեր թիմում ինչ տիպ։ Ոչ։ Մեր թիմը անհամբեր ես հասկացել եմ, որ մեր թիմը անհամբեր սպասում է զեկույց։ Երեք, երբ որ ես այն հարցազրույցից հետո ֆակտորի մտել եմ դալիճ, բոլորը սպասում են զեկույց։ Ինչի՞։ Որտեղ վերջինը շո է զեկույցը մեր երկրի համար է, այս զեկույցը ոչ իմ համար է, ինչ եմ ասում, որ ընդդիմությունը պարտավոր էր մասնակցել։ Եվ հիմա իրանք էլ ծանոթաներս որ մոտեցել են, չասեմ անուններ, բա առաջի բաժնում կա այդքան ծանոթանում։ Շատ լավ հարց է տալի։ Առաջի բաժին որպեսի մտնի, ինքը պետք է գալ իագումար նիստ։ Իսկ եթե չգա, չի կարող գնալ առաջի բաժին։ Ոնց։ Չգիտեմ, հարցնում։ Կարող է մեր տունը թե, կարող է ձեր տունը թե, որտեղ չի, իրավակարգավորում կա։ Մի հարցրու դու տրամբան։ Իրավագիտությունը դա տրամաբանությունը, բարոյականությունը, հիմա տրամաբանությամբ շարժվում ենք։ Պարոն Քոչարյան, հիմա եթե ասվում է, որ որոշումը սա է, Ազատություն Ռազոկյան, մի անգամ դուք մեծ խնդրեմ փորձեցիք սարքեք իմ անձին շուրջ, բայց ոչինչ։ Ես ներողամիտ եմ, չկա այդպիսի բան։ Ես ներում եմ։ Շնորհակալություն, բայց պարոն Քոչարյան, հիմա եթե ասվում է, որ փակ լսումներ, Ինչ փակ լսում։ Փակ լսումներ։ Ասեք օրենքի որքետով ես դեմ չեմ։ Ինչ եք անել, ուզում եմ հասկանալ։ Վերջին հաշվով, եթե ոչ մի բան չլինի, կներեք, փակ լսում նշանակում է զեկույց չկա։ Չի հասկանում ես աղջիկ։ Չէ, ես հարցնում եմ ձեզ։ Ես էլ պատասխանեցի, բացատրեցի իրավաբանորեն, որ ես եմ իրավաբանական երկրորդ կրթությունը իրավաբանությունն է։ Որում կարող եք Ջանգիրյանին հարցնել, ինքից 5 է դրել։ Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ես պարոն Փաշինյանի հետ չեմ քննարկել, բայց բնականաբար ինքը որևէ դիրքորոշումը հայտնել է այս առումով։ Պարոն Փաշինյանի դիրքորոշումը հայտնված է, երբ որ ինքը 10 ժամ քննիչ հանձնաժողովում պատասխանել է հարցերին։ Հիմա խնդիր կա, այս Չկա խնդիր։ Եթե Չկա խնդիր։ Խնդիր Կարծում եք Ալեն Սիմոնյանն է այդպիսի դիրքորոշում։ Ալեն Սիմոնյանը դեռ վերջնական դիրքորոշումը չի արտահայտել։ Ես այնպես բան չասեցի։ Շատ լավ, բայց ես էլ հիմա ձեզ ասում եմ, դա խնդիրներ է նորից առաջացրել, որովհետև այդ դիրքորոշումները պետք է հիմնավորված լինեն իրավական լուրջ փորձաքննության արդյունքում։ Հիմա եթե պարոն Սիմոնյանը ասել է, որ ես խորհրդակցել եմ պետերական հանձնաժողովի եզրակացությունից ելնելու։ Կներեք, եւ ես սպասում եմ պարոն Վարդյանին, որ գա եւ ինձ էլ ասի ինչից ելնելով այդ որոշումը կասել։ Եվ վերջին հաշվով ցանկացած խնդիր որ դրվում է եւ դրված է օրենքների մեջ, պետք է ծառայի նպատակին։ Քննիչ հանձնաժողովի նպատակը վերջնական զեկույց ունենալն է։ Իսկ վերջնական զեկույցը պետք է լինի որակական։ Իսկ եթե ընդամենը էջեր լրացնեի բերեի, դա մի կոպեկի արժեք չուներ։ Իսկ դուք իրավական հիմնավորում ժողովի նախագահ այսօր Այո, ես նամակ եմ ուղարկել։ Իրավական ինչ կներեք։ Ես նամակ եմ ուղարկել։ Հիմնավորումներ եք ներկայացրել։ Այն բացատրությունները, որոնք ծնվել են տարբեր բարձրակարգ իրավաբանների հետ քննարկումների արդյունքում չտամ անուններ, որովհետև երբ որ պետք լինի կտամ հետո։ Պարոն Քոչարյան, ազգային ժողովի նախագահ այսօր ասաց, որ այսօր էլ քննարկվել է եւ այսօր են որոշել, դուք էլ արդեն տեղեկացված եք։ Չէ, մի րոպե։ Չէ, ասելա, որ ինքը ուզում է լսումներ կազմակերպի։ Ես հիմա չեմ հասկանում։ Եթե լսումներ կազմակերպում եք, նշանակում է զեկույցը չկա։ Այսինքն դուք համաձայնություն չեք։ Լսեք, մենք կամ շարժվում ենք իրավական օրակարգով, պահանջով, կամ լսումները միշտ կարելի է անել։ Լսում դա նշանակում է այլ ռեժիմ։ Լսում հանձնաժողովն է կազմակերպում, այդ լսումներին ովքեր պիտի մասնակցեն։ Եթե լսում է քաղաքացիությունը, պետք է մասնակցի։ Պատգամավորները ասաց։ Այդպես լսումներին պետք է բոլորը մասնակցեն։ Ոնց կարա լսում միայն պատգամավորները, մեր դեպքում լիագումար նիստը։ Ոնց է ինչի չեն կանում այդ լիագումար նիստը։ Այդտեղ չխնդիր է։ Բայց եթե չենք անում լիագումար նիստը հողում անելով, որ ժամկետը խախտված է եւ զեկույց չի եղել, նշանակում է զեկույցը չկա։ Եթե լսում են գնում, դա արդեն ուրիշ թեմաներով։ Խոսեն 44 օրյա պատերազմի ինչ-որ դրվագների մասին։ Օրինակ Ես պատրաստ եմ, դուք շատ լավ գիտեք։ Լսում չի կարող լինել, պարոն Քոչարյան։ Կհիշեք, դուք եք կարծեմ ձեր հանձնաժողովը։ Խոսքը սահմանադրական օրենքի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին է։ Դուք հիմա այլ ռեժիմի մասին եք ասում։ Այդ ռեժիմն էլ իրավունք ունի գոյություն ունենա։ Երբ որ բոլոր հարցերի պատասխանները սպառվել են, բայց այդ հարցերի պատասխանների իրավական սպառելու համար պետք է հասկանալ ինչ խոչընդոտ կա։
Եթե նպատակը զեկույցն է, զեկույցը պիտի գա լիագումարնիստ։ Եթե նպատակը զեկույցը չի, ամեն ինչի մասին էլ կարելի է խոսել։ Ձեզ թվում է իմ բոլոր աշխատանքային քննարկումները այս թեմաները շրջանցում են։ Բրշոսը մեր հանձնաժողովի ամբողջական տիրույթում նմանատիպ հարցերը թե ազգային ժողովի ներսում, թե ազգային ժողովից դուրս, դրանք բազմաթիվ են։ Ուզում եք պնդել, պարոն Քոչարյան, որ այս ամբողջը զուտ իրավական վեճ է։ Այո։ Ոչ մի Ես սպասում եմ իրավական վեճի հիմնական մասնակիցներից մեկին Վլադիմիր Վարդանի վերադարձին, որովհետև մեր քարտուղարության մեկնաբանությունները կներեք համոզիչ չեն։ Տիկին Խաչատրյան, ձեր համար եմ ասում։ Ձեր համար եմ ասում։ Համոզիչ չեն առումով, որ կա նախադեպ եւ քարտուղարությունը եթե ունի տեսակետ, պետք է տեսակետը ունենա նաեւ այն ժամանակ, երբ որ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն է եղել եւ այդ նախադեպը խոսում է, որ իրավական այս խնդիրը կարգավորված է։ Նախադեպ է, դա խախտել չի կարելի։ Դա խախտելու դեպքում կարող Նախադեպներով առաջ չեն գնում։ Մոռացեք ամբողջ աշխարհը գնում է, մենք բացառություն։ Բայց ազգային ժողովի Դուք ասել եք, որ հետախուզությունը զեկուցել է, որ պատերազմ է լինելու։ Փակագծերը կբացեք, կասեք առհասարակ ինչ կարևոր տեղեկություն է։ Դուք հիմա գաղտնի տեղեկություն եք ուզում տիրում։ Թույլատրելի չի այս պահին ոչինչ։ Ինչ բացահայտումներ կան, որոնք Ժամկետը լրացնել, ժամկետների խախտում կար։ Դες երբևէ ասել են, որ մի Ոչ, իհարկե ոչ, իհարկե, բայց քան ինչ ենք տանջվում, չեք պատկերացնի, քանի ժամերի եթե վերացնենք, օրեր, ժամեր, ամիսներ, տարիներ, դու պատկերացրեք այդ աշխատանքի ծավալը, երբ որ ես զեկույցը ներկայացնեմ ինչ հիմքերի վրա է ծնվել այդ զեկույցը, կարամ զեկույցի էջերի քանակ ասեմ, ինչ որ ես կարտամ, 215 Բայց միայն եզրակացությունը ինքը շատ ավելի մեծ կտոր է ներկայացնում եզրակացության բազ զեկույցի մեջ բայց զեկույցը ունի գաղտնի, շատ գաղտնի, խիստ գաղտնի, հուշ գաղտնի դա բարդ խնդիր է այդ զեկույցի ներկայացնելն էլ բարդ խնդիր է թույլտվությունների աստիճանակարգերը տարբեր են փաստաթղթերի օրինակ դուք առանձնացրել եք քանի տոկոսը հնարավոր կլիներ հրապարակային օրինակ ներկայացնել Իմ համար այո, բայց ես պետք է նայեմ մթնոլորտը ինչպեսին կլինի, որտեղ այս զեկույցը պետք է ծառայի իր նպատակին։ Դա այն բացողումների, պատճառների հիմքերը, որը մեր ուժային կառույցների համար պետք է լինի ուղղակի դրանք օր առաջ վերացնել։ Իսկ որ Փաշինյանի մեղավորությունը կա, ինչ որ առումով այդ քոննել կա, բոլորինս էլ կա, հետո Ինչի Փաշինյան չի ասում, որ ամեն ինչի մեղավորը ես եմ։ Ես չեմ ասում, որ ես էլ եմ մեղավոր։ Իսկ նախկինները մեղավոր են, հիմա չեմ խոսում նախկինների մեղքերի մասին։ Մենակ ասեմ բանգաբուտուլգեկը այսօր փոխված են ամրոցներով։ Թող հասկացողը հասկանա ինչի մասին է խոսքը։ Էլ չեմ ասում ժամանակին մի հատ մեղ չէին կարտադրում, այսօր մեր ռազմաշնորհաբերության վիճակը ինչպիսին է։ Այդեք մեղավորներ ման մի եկեք դասեր քաղելու մասին խոսենք։ Չկան մեղավորներ։ Ինչի՞ չկա։ Ինչու՞ չկա։ Քրեական գործերի քանակը պատկերացնում եք։ Զեկույցում կան դավաճաններ էլ, մեղավորներ էլ, ամեն ինչ էլ կա։ Հաջորդեն քրեական գործեր։ Ես քննիչ չեմ։ Սա իրավական փաստաթղթ է։ դավաճաններ Ինչի դուք չգիտեք, որ քրեական գործեր կան դավաճանության։ Թե զեկույցի մասին չէի։ Դրա մասին այդպիսի հատված կա։ Պարոն Քոչարյան, երբ որ հանձնաժողովը ձևավորվեց եւ սկսեց աշխատել, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը շարունակվում էր։ Օգոստոսին ունենք արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագիր։ Հնարավոր է, որ զեկույցը խանգարի խաղաղության գործը։ Բայց դրա համար զեկույցը պետք է փակ ռեժիմով լինի, որպեսզի որևէ շահարկումների տեղ չտա։ Իհարկե կլինեն արտահոսքեր, որը միշտ կարելի ասել, որ դա ճիշտ չի։ Զեկույցի գաղտնիության հենց իմաստը դրա մեջ է։ Իհարկե բոլորը կդժգոհեն, որ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ այնպես արեց, որպեսզի զեկույցը հասանելի չլինի լայն հասարակությանը, բայց կներեք բոլոր երկրներում էլ կան զեկույցներ, որոնք ասենք նույն Ամերիկայում Քենեդի սպանությունը մինչև 40 թիվը փակ է լինելու։ Իսրայելում նմանատիպ զեկույցների 10 տարուց ավել են տևել։ Հիմա ժամկետի խնդիրը։ Բալավ չգիտեք, որ նման բարդ առաջի անգամ է, որ ազգային ժողովը երկու մեծ քննիչ հանձնաժողով մեր հանձնաժողով աշխատանք է կազմակերպել 44 օրյա։ Դուք չգիտեք, որ եթե այդ ժամկետով եք անում, դուք զեկույց չեք ունենա որակել։ Գուցե պետաիրավական առաջերտին մտածել այդ ժամկետները նմանատիպ հանձնաժողովների աշխատանքի համար ընդհանրապես անել, որովհետև եթե շարժվենք օրենքի տրամաբանությամբ, որը իմ համար ընդունելի է, որ ասում են, դա պարոն Քոչարյանի մեկնաբանությունն է։ Այդ մեկնաբանության պայմաններում, եթե այլ ճանապարհով գնանք, իմ լիազորությունները կավարտի ազգային ժողովի աշխատանքների ավարտի հետ մեկտեղ։
ըստ այդ տրամաբանության։ Բայց քանի որ հիմա ներկայացված է, եթե զեկույցը կապտի գալի գումար, եթե զեկույցը չկա, ապա ինչն ենք տանում լսումների։ Այդ հարցի պատասխանը, եթե Վլադիմիր Վարդանը կարողանա բացատրի, ես ուրեմն կընդունեմ դա եւ կգնամ ձեր հետ միասին զրույցի լսումների մեջ։ Պարոն Քոչարյան, ես ճիշտն ասած Չէ, որտեվ Ալեն Սիմոնյանը ասաց, որ խորհրդակցել է իրավաբանների եւ մեր քարտուղարության պետի հետ։ Երկուսն էլ շատ հարգված մարդիկ են։ Պետայրավական կարող է ես եմ։ Դու ազատություն ռազմական ինչ որ հետ անգել process-ը։ 3 տեղից ասաց, որ կարծիք կա, 3-ը իդենտիկ են։ Երրորդը ասաց, որ ինքն է, որտեղ իրավաբանական կրթություն է, ասել Պետաիրավականն էր, պարոն Քոչարյան։ Պետաիրավականը դա հանձնաժողով է։ Պարոն Վարդյանը դա անհատ է։ Հա, դուք իրավաբանական կրթություն։ Կարծիքն եք նաև ուզում, պարոն։ Հանձնաժողովի նախագահի, որտեղ տրվել է հանձնաժողովի անունից կարծիք։ Դե կարծում եք ինքը տեղյակ։ Ես ուզում եմ այդ կարծիքին ծանոթանամ, ված բան եմ ասում։ Ձեր համար եմ ասում։ Ինձ մի հարցրու, կարծիք տվողին հարցրու։ Եվ պարոն Քոչարյան, մի հարց է, դուք անընդհատ ասում եք, որ դա պետք է հանրության բանը դառնա զեկույցը, նաև հանրությունը տեղեկանա խնդիրներից։ Մյուս կողմից էլ ասում եք զեկույցը այնպեսին է, որ պետք է փակ լինի։ Այո։ Հիմա վերջը մարդիկ ինչ որ տոկոս հնարավորություն կունենան Բայց գոնե ծանոթանալու, թե ամբողջությամբ գոնե պետական կառույցների համար կլինի բաց, որոնք իրավասություն ունեն, որոնք պետքա այդ զեկույցից վերցնեն հատվածներ եւ այդ հատվածներին առնչվող թեմաները ուսումնասիրեն եւ տան լուծումներ։ իրենց նկատմամբ, իսկ Եվ ձեզ ասեմ, զեկույցի պատրաստելու ընթացքում նաև գլխավոր դատախազին մի հսկա կտոր արդեն ուսումնասիրված ասահականների հատվածը ուղարկեն գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն եւ ընթացք տան այդ երևույթների նկատմամբ։ Շնորհակալություն։